Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ, ես Գեորգի Թոմասյանն եմ Թբիլիսից, Վրաստանից եւ այսօր ձեր հետ միասին մենք կխոսենք մայիսի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Չինաստանի նախագահների Վլադիմիր Պուտինի եւ Սի Ցզինպինի կողմից կնքված պայմանագրի մասին, որը շատ կարեւոր կետեր ունի եւ շատ կարեւոր նոր ուղղություններ է տալի ռուս-չինական հարաբերություններին, սա իհարկե լուրջ զարգացում կլինի ինչպես Ռուսաստանի առումով փոփոխություններ կարելի ասել եւ առաջընթաց հենց Չինաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ, այդպես նաեւ Չինաստանը գիտեք, որ վերջերս կարևոր փաստաթուղթ է կնքել նաեւ Ադրբեջանի հետ, ինչպես նաեւ Չինաստանը ակտիվ համագործակցում է ուրիշ թուրքական պետությունների հետ, հատկապես Կենտրոնական Ասիայում, եւ դա շատ կարեւոր է մեր համար ուսումնասիրել, որ մենք տեղյակ լինենք, թե ինչ ուղղությունով են Ռուսաստանը եւ Չինաստանը նոր պայմանագիր կնքել։ Առաջի հերթին ես ձեզ կոչ եմ անում անպայման լայքեք այս վերլուծությունը, սա շատ կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար, ինչպես նաեւ դրեք զանգակը, բաժանորդագրվեք եւ գրեք ձեր մեկնաբանությունները։ Ցանկության դեպքում դուք կարող եք աջակցել ալիքին նկարագրությունում նշված հնարավորությունների միջոցով։ Հարգելի հայրենակիցներ, գիտեք, որ մայիսի 9-ին Սի Ցզինպինը այդ ռազմական միջոցառմանը, որը Մոսկվայում տեղի ունեցավ, մասնակցեց եւ դրա ընթացքում տեղի ունեցավ նոր պայմանագրի կնքում։ Առաջի հերթին ինքը վերաբերվում է առևտրին եւ բարձր տեխնոլոգիական համագործակցությանը։ Համատեղ հռչակագիր է ստորագրվել, որի նպատակն է ավելի խորացնել բազմաշերտ ռազմավարական հարաբերությունները եւ դրա նպատակն է, որ 2030 թվականի համար ամրապնդեն իրենց տնտեսական հնարավորությունները եւ հարաբերությունները հատկապես տեխնոլոգիական, ինչպես նաեւ թվային առևտրի միաժամանակ ընդլայնելով նաեւ հումքի եւ գյուղատնտեսության արտադրանքի ուղղությամբ առևտուրը երկու պետությունների միջև։ Չինաստանը ամենախոշոր Ռուսաստանի գործընկերն է տնտեսության առումով վերջի 15 տարվա ընթացքում եւ 245 միլիարդ դոլար է 2024 թվականի համար առևտուրը Ռուսաստանի եւ Չինաստանի միջև։ Բացի դրանից ստորագրվել են 26 փաստաթուղթ, որոնք վերաբերվում են երկու պետությունների ուրեմն կառավարություններին, որոնք ստեղծում են միջավայր ավելի արդար եւ թափանցիկ եւ հասկանալի տնտեսության միջավայր ստեղծելու համար միմյանց տնտեսությունների համար նկատի ունի Ռուսաստանում չինական բիզնեսի եւ Չինաստանում ռուսական բիզնեսի ներկայացուցիչների համար, բացի դրանից կողմերը պայմանավորվել են ակտիվացնել հարաբերությունները տնտեսական եւ ֆինանսական դաշտում, հատկապես բանկերի միջև կապերը ամրապնդել, ինչպես նաեւ յուանի եւ ռուբլի ուրեմն օգտագործումը երկկողմ հարաբերություններում ել ավելի աճեցնեն եւ նվազեցնեն կախվածությունը արևմտյան ֆինանսական համակարգների վրա։ Մենք տեսնում ենք նաև, որ այդ փաստաթղթերի մեջ կա թվային տնտեսության առումով համագործակցություն, որը ներառում է տարբեր ոլորտներ եւ ուղղություններ թվային տեխնոլոգիաների եւ սա նաեւ իհարկե շատ կարեւոր է կողմերը ուրեմն զարգացնելու են հարաբերությունները էլեկտրոնային առևտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նորարարական թվային առևտրի եւ ստարտափների ուղղությունով։ Բացի դրանից գյուղատնտեսության առումով տեսնում ենք, որ կողմերը մոտիկացնելու են իրենց ստանդարտները, որոնք ունեն տարբեր ուրեմն գյուղատնտեսական առևտրի առումով նկատի ունեմ այդտեղ տարբեր ձևաչափի գյուղատնտեսական հնարավորությունները եւ դրա մեջ մտնում է մսեղենի ուղղությունը, կաթնամթերքի ուղղությունը, հացահատիկների ուղղությունը, ինչպիսի ստանդարտներ պետք է լինեն, փաստորեն ինտեգրացում է նաև տեղի ունենում այդ ուղղությունով Ռուսաստանի եւ Չինաստանի միջև կարևորագույն դեր նաև կզբաղեցնի ապրանքների ուղղությունով հարաբերությունները, նկատի ունեմ այնպիսի ապրանքներ, որոնք Ռուսաստանից կարող վաճառվի դեպի Չինաստան, որովհետև գիտեք Ռուսաստանը այդ առումով շատ հարուստ պետություն է եւ վաճառում է իր ապրանքները, մեթալներ կլինեն, սա թե տարբեր ուրիշ հնարավորություններ։ Էներգետիկայի դաշտը առանձին է,
այստեղ ռազմավարական հարաբերությունների նաև փաստաթուղթ է կնքվում, ըստ որի լինելու է շատ խորը հարաբերություններ հենց էներգիայի ոլորտում, ներառում են սա նավթը, գազը, նավթի եւ գազից արտադրված տարբեր ուրեմն էներգետիկայի համար անհրաժեշտ հնարավորություններ, ինչպես նաև հոսանքը եւ քաղաքացիական միջուկային էներգետիկան, այդ ոլորտներում էլ շատ ակտիվ հարաբերություններ են ունենալու եւ նպատակ կա ստեղծել այնպիսի համակարգ, որը կօգնի, որ հոսանքը շատ հեշտ անցնի մեկ պետությունից մինչեւ մյուս պետություն, ինչը աննախադեպ է նաև, որովհետեւ շատ լուրջ կապ կլինի այս երկու պետության միջեւ։ Այդ կապը ուզում են ստեղծել նաև նավթի արտադրանքի եւ վաճառման ուղղությամբ, որը ներառելու է ինչպես նավթամուղ, այդպես էլ ծովով նավթի վաճառման գործընթաց եւ Ցիմբիրի ուժ այդ գազամուղը նաև պետք է շարունակի զարգանալ, որ կարողանա էլ ավելի ակտիվ մատակարարի Չինաստանին ռուսական գազը եւ այո, առաջարկվում է կառուցել Ցիմբիրի ուժ 2 գազատար, որը շատ մեծ քանակի գազ պետք է մատակարարի նաև Ռուսաստանից դեպի Չինաստան, Մոնղոլիայի տարածքով եւ լինելու է շատ լուրջ այս ուղղությունով լինելու են դեռ բանակցություններ, միջև վերջ պայմանավորված չի, որովհետեւ գնի եւ ուղու ճանապարհի մասին է խոսքը, թե ինչպես կկառուցվի դա։ Բացի դրանից կողմերը պայմանավորվել են ակտիվացնել հարաբերությունները քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաների ուղղությունով եւ Ռոսատոմը կառուցելու է Չինաստանում կառուցում է այս պահին 2 ատոմային էլեկտրակայան, դա Թայնվան եւ Խուդաբաո ատոմային էլեկտրոկայաններն են եւ ինչպես Պուտինը ասաց, երկուսն էլ օրակարգով են զարգանում եւ արդեն ամեն ինչ պատրաստվում է նրա համար, որ կայանա այդ զարգացումը։ Բացի դրանից կողմերը պատրաստվում են նաև աշխատել ուրիշ ավելի բարձր տեխնոլոգիաների ուղղությունով, որոնք ներառում են հենց միջուկային ուղղությունը, հենց էներգետիկայի ոլորտում կան այդպես հնարավորություններ եւ Չինաստանը վերջի տարիների ընթացքում ընդհանրապես խոսք է գնում, որ շատ ակտիվ է աշխատում արագ նեյտրոնների վրա հենց այդպիսի միջուկային հնարավորությունների ուղղությամբ եւ կարծում եմ, որ Ռուսաստանը հետաքրքրված է նաև այդ տեխնոլոգիան Չինաստանի հետ միասին զարգացնի։ Բացի դրանից կողմերը պայմանավորվել են ենթակառուցվածքների ուղղությունով եւ կարևոր փաստաթուղթ է նաև ուրեմն ստորագրվե, ըստ որի Չինաստանի մեկ ուղի, մեկ ճանապարհ այդ ուրեմն ծրագիրը, որը լայնածավալ ծրագիր է, գիտեք, եւ մենք դրա մասին մանրամասն խոսել ենք, մոտենալու է Ռուսաստանի Եվրասիական տնտեսական միության ինտեգրացման գործընթացին եւ սա բերելու է նրան, որ կապվելու են այդ երկու ծրագիրը եւ սա ուրեմն Ռուսաստանի մեծ Եվրասիա համագործակցության ներքո է լինելու։ Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ անմիջապես վերաբերվում է Հայաստանին։ Փաստորեն Հայաստանի համար կարելի ասել որոշումներ է կայացնում Ռուսաստանը, որովհետեւ Եվրասիական տնտեսական միությունում լինելը նշանակում է, որ դու այդ ուղով ես գնում, որ ուղով տանում է քեզ Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը տանում է դեպի մեծ Եվրասիական համագործակցության ուղի, որտեղ որ Չինաստանը կարևոր դեր է զբաղեցնում եւ սա իհարկե նույն օրակարգում մենք տեսնում ենք, որ սա Եվրասիական տնտեսական միության, Շանխայի համագործակցության կազմակերպության, ASEAN-ի եւ ուրիշ կազմակերպությունների ուղղությունով է։ Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ զարգացնելու են Չինաստան-Ռուսաստան միջանցքի ուղղությունը, որը նաեւ ներառելու է ոչ միայն ցամաքը, այլ ներառելու է ուրեմն Արկտիկայի այսպես ասած նավերի համար նախատեսված ծովային միջանցքը Արկտիկայի, դա շատ կարևոր նաև ուղղություն կլինի Չինաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների եւ Մոսկվան եւ Պեկինը այս ուղղությունով նաև ակտիվ կհամագործակցեն, այդ թվում Արկտիկայում
զարգացման եւ ծրագրերի ուղղությամբ։ Բացի դրանից կողմերը պայմանավորվել են Չինաստան-Մոնղոլիա, Ռուսաստան տնտեսական միջանցքի ուղղությունով կապերը ամրապնդելու եւ ներառելու Մոնղոլիան այդ ծրագրերի մեջ Չինաստանի մեկ ճանապարհ մեծ ծրագրի մեջ եւ Ռուսաստանի հետ միասին։ Տեխնոլոգիական ուղղությունով, ինչպես արդեն ասացի, կողմերը նաեւ համագործակցում են եւ պայմանավորվել են, որ ակտիվացնելու են միասնական ծրագրեր, որոնց նպատակն է բարձր տեխնոլոգիական արտադրանք, որոնց նպատակն է նաեւ զարգացում այս տեխնոլոգիաների, մոդելների տարբեր ձևավորում եւ հնարավորություն ստեղծում, ուրեմն տարբեր ոլորտներում եւ այստեղ շատ հետաքրքիր նաեւ ոլորտներ է նշված իրականում։ Սա ավիատիեզերական տեխնոլոգիաներն են, նավաշինական տեխնոլոգիաները, կիսահաղորդիչների տեխնոլոգիաները եւ ուրիշ բարձր տեխնոլոգիաները ուրիշ ոլորտներում, որոնք շատ կարեւոր են, հատկապես մենք տեսնում ենք այստեղ, որ Մոսկվային վրացերեն է, Մոսկվայի պետական համալսարանի եւ Չինաստանի տարբեր բարձր համալսարանների միջև լինելու են համագործակցություն եւ հենց տեխնոլոգիաների ուղղությունով ստեղծելու են միասնական համալսարանի մակարդակով նաեւ հարաբերություններ եւ ծրագրեր։ Կողմերը նաեւ ակտիվացնելու են հարաբերությունները տիեզերքի ուղղությունով եւ ավիատիեզերական հնարավորությունների ուղղությունով, հատկապես ռուսական GLONASS-ի համակարգերի ինտեգրացման մասին է խոսքը գնում, ինչպես նաեւ Չինաստանի Beidou համակարգների միասնական, կարելի ասել, համակարգման ստեղծելու մասին են կողմերը աշխատում, սա շատ լավ ձեր համար ծանոթ GPS համակարգի փոխարինող համակարգ են փաստորեն ուզում ստեղծել կողմերը, ալտերնատիվ, որը GLONASS-ը Ռուսաստանի ուզում էր լինել ալտերնատիվ, բայց այսօր ռուսական տիեզերական հնարավորությունները շատ են նվազել եւ հաշվի առնելով դա, կարծում եմ, որ այդ է պատճառը, որ GLONASS-ը եւ Beidou-ն ուզում են միավորվել Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները։ Կողմերը նաեւ կիբեր ոլորտում են համագործակցելու եւ շատ կարեւոր մաս է իհարկե զբաղեցնելու կիբեր ոլորտը, ինչպես նաև արհեստական բանականության ուղղությունով շատ կարևոր համագործակցություն է լինելու։ Սա տնտեսական եւ տեխնոլոգիական ուղղությունը, ռազմական եւ անվտանգության առումով ստորագրվել է համատեղ հայտարարություն գլոբալ ռազմավարական կայունության մասին, որը ընդգծում է, որ ռազմական առումով երկու կողմերը իրար շատ մոտ են, երկու կողմերը ուրեմն այստեղ նաև նշում են, որ դեմ են այն գործընթացի, որ պետությունները իրենց տարածքից դուրս ուրիշ տարածքներում տեղակայեն միջուկային զենք, սա միանգամից Միացյալ Նահանգների դեմ է ուղղված, որովհետև Միացյալ Նահանգներն են ՆԱՏՕ-ի շրջանակում դա անում եւ այո, հենց ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների քաղաքականության մասին է այդտեղ նշվում, որ սա ՆԱՏՕ-ի եւ Միացյալ Նահանգների ագրեսիվ ճակատներում իբրև քաղաքականություն է։ Բացի դրանից կողմերը քննադատում են ռազմական դաշինքների, ինչպիսին է ՆԱՏՕ-ն, ձևավորումը եւ զարգացումը, որը շարունակում է ուրեմն սառը պատերազմի մտածելակերպ եւ շատ ագրեսիվ է։ Կողմերը նաեւ ուրեմն շատ դժգոհ են Միացյալ Նահանգների ոսկե գմբեթ հակաօդային պաշտպանության նոր հնարավորությունից, որը ուղղությամբ Դոնալդ Թրամփը հրաման է տվել, որ զարգանա եւ խոսք է գնում մոտավորապես ինչպես գիտենք կես տրիլիոն դոլարի, որը պետք է 500 միլիարդից ավել դոլար, որը պետք է ծախսվի ոսկե գմբեթ ծրագրի համար հակաօդային պաշտպանության, որը տիեզերքից պաշտպանելու է Միացյալ Նահանգների ամբողջ տարածքը, ոչ միայն ընդհանրապես կարելի ասել ամբողջ երկրագունդը ներառելու, որովհետև շատ կարևոր դեր է ունենալու հենց այդ առումով կարողանա փաստորեն միջև բալիստիկ հրթիռը սկսի առաջի փուլը, միջև մտնի ուրեմն ավելի բարձր աստիճանի եւ հետո արդեն ավելի բարդ է խոցելը, այդտեղ խոցի եւ դա շատ կարեւոր է իհարկե, դա նշանակում է լուրջ խնդիր Ռուսաստանի եւ Չինաստանի համար եւ
դժգոհ են կողմերը, այստեղ բացահայտ դրա մասին նշում են, ինչպես նաև Պեկինը եւ Մոսկվան պայմանավորվել են, որ միասնական ճակատով են գործելու Միացյալ Նահանգների ռազմավարական, ուրեմն տարբեր շահերի դեմ Եվրոպայում եւ Ասիայում։ Շատ հետաքրքիր է իհարկե սա։ Բացի դրանից կողմերը պայմանավորվել են փաստորեն, որ համագործակցելու են ակտիվ զենքի ուղղությունով, ինչպես նաև բիոլոգիական եւ կոնտրտերորիզմի ուղղությունով, հատկապես կոവിഡ്ը հաշվի առնելով, որ տարբեր թեմա է սա դառել, թե ինչ կարևորություն ունի սա, չնայած նրա, որ ռազմական դաշինք չի ստորագրվել, մենք տեսնում ենք, որ կողմերը պլանավորում են եւ դաշնակիցներ ռազմական առումով չեն, ինչը նշանակում է, որ չկա միացյալ այսպիսի ռազմական համակարգ եւ մեկի վրա հարձակվելը չի նշանակում մյուսի վրա հարձակվելը, կողմերը ավելացնելու են իրենց ուրեմն համատեղ զորավարժությունները եւ այդ ուղղությունով շատ ակտիվ նաեւ գործելու են, այդպիսի զորավարժություններ տեղի են ունեցել նախկինում Իրանի ուղղությունով, Օմանի հատվածում եւ այլն, մի խոսքով այդ ամենը շարունակվելու է։ Կողմերը հայտնում են, որ միջազգային իրավունքի ուղղությունով են շարունակելու շարժվել եւ պաշտպանելու են միջազգային իրավունքը, ընդհանրապես հասկանալի չի ինչու մասին է, Ռուսաստանը ինչ որ Ուկրաինային անում է, ամեն ինչ է բացի միջազգային իրավունքից, ամեն ձև միջազգային իրավունքի դեմ է։ Ինչու մասին են խոսում, իրանք էլ իմ կարծիքով չեն պատկերացնում, ուղղակի գեղեցիկ բառերը ՄԱԿ-ի ուրեմն գլխավոր հիմնասյուները այստեղ գրել են, որ իբրև դրա դեմ չեն, բայց իրականում ամեն ինչ են անում դրա դեմ։ Բացի դրանից կողմերը ակտիվ համագործակցելու են BRICS-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, մեծ 20 կազմակերպության G20, որը կոչվում է, ԱՊԵԿ-ի եւ ուրիշ այսպիսի բազմաշերտ հնարավորություններում եւ հարթակներում միմյանց ուղղությամբ։ Կողմերը նաև պայմանավորվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ուրեմն պատմությունը փոխելու իրավունք որևէ մեկին չեն տա, Մոսկվան ճանաչել է մեկ Չինաստան քաղաքականությունը, ճանաչելով Թայվանը ինչպես անկախ եւ ճանաչելով Թայվանը ինչպես Չինաստանի անբաժանելի մաս, եւ կողմերը ընդհանուր առումով նշել են, որ որևէ սահմանափակում երկկողմ հարաբերություններում Ռուսաստան-Չինաստան չկա եւ այդ հարաբերությունները ակտիվորեն շարունակելու են զարգանալ։ Սա նշանակում է նաեւ, որ միասնական են գործելու Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի դեմ, տնտեսական առումով ինտեգրացվելու են, Եվրասիան ամբողջությամբ ինտեգրացնելու են իրենց համակարգի մեջ, զարգացնելու են հարաբերությունները մուլտիպոլար աշխարհ ձևավորելու համար ամերիկյան հեգեմոնիայի դեմ եւ ստեղծելու են տարբեր ռազմական եւ զինված ուժերի հնարավորությունների համագործակցություն, տնտեսությունների ավելի ինտեգրացում։ Մի խոսքով սա որ միասնական այսպես ամբողջությամբ վերլուծենք եւ հասկանանք թե ինչ է տեղի ունենում, հիշում եք մենք օրերս նաեւ արել էինք կարևոր վերլուծություն, որը վերաբերվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պետական այցին Չինաստան, որտեղ որ Չինաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական, խորը ռազմավարական գործընկերության մակարդակի վրա, աստիճանի վրա։ Հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը նաեւ եւ Չինաստանը այդպիսի փաստաթուղթ կնքեցին։ Իհարկե, այստեղ բոլորը դառնում են Չինաստանի դաշնակիցը, այլ ոչ թե հակառակը։ Չինաստանը կենտրոնն է այստեղ։ Ռուսաստանը դառնում է Չինաստանի դաշնակիցը, Իրանը արդեն վաղուց է Չինաստանի ակտիվ դաշնակիցն է, Ադրբեջանը նաև դառնում է եւ դառել է արդեն Չինաստանի դաշնակիցը։ Վրաստանի իշխանությունները շատ ակտիվ զարգացնում են հարաբերությունները Չինաստանի հետ, ինչը շատ վատ է, որովհետեւ դա անում են փոխարինելով Միացյալ Նահանգներին եւ Եվրոպական միությանը, փաստորեն գնում են ավելի Ադրբեջանի, Ռուսաստանի ճանապարհով, Հայաստանին դրանով ստեղծելով շատ լուրջ խնդիրներ, որովհետև Հայաստանը եւ Վրաստանը վերջապես պետք է շարժվեն դեպի Եվրոմիություն, ուրիշ այլ ընտրանք իրականում այս իրավիճակին չկա, որովհետև այստեղ կամ դու արևմուտքի հետ ես, կամ դու ռուսա թուրքական եւ ուրիշ բռնապետների, Չինաստանի, Ռուսաստանի, թուրքերի, Իրանի եւ արաբական բռնապետների հետ միասին ես։ Ուրիշ տարբերակ այստեղ չկա։ Եվ մենք ակնհայտ տեսնում ենք ով որտեղ է, Հայաստանը որտեղ է հասկանալի չէ։ Վրաստանը որտեղ է, նաև հասկանալի չէ, որովհետև իշխանությունները
այն դաշտում են Չինաստան, Ռուսաստան, Թուրքական միություն եւ այլն, իսկ ժողովրդի մեծամասնությունը այս մասում է եւ ժողովուրդը իր դրսևորումը նաեւ ցույց է տալիս։ Հայաստանում ժողովուրդը նաեւ իր դրսևորումը պետք է ցույց տա հստակ։ Ընդհանուր առումով Ռուսաստանի եւ Չինաստանի այս հարաբերությունների զարգացումը իրականում ուղղված է արևմուտքի դեմ եւ շատ լուրջ հետևանքներ կունենա եւ ընդհանրապես շատ լուրջ թեմա է։ Կարծում եմ, որ մենք պետք է հետևենք նաև այսպիսի զարգացումներին։ Ես նաև ուզում եմ ասեմ, սիրելի հայրենակիցներ, որ դուք տեսնում եք թեմաներ կան խոսքին, որի մասին ես վերլուծություն չեմ անում, չնայած նրա, որ շատ հետաքրքիր եւ կարեւոր զարգացումներ են տեղի ունենում։ Խոսքին այդպիսի թեմա էր այն, որ մանրամասն չեմ վերլուծել վերջի օրերի ընթացքում Թուրքիայից հատկապես աջակցությունը Պակիստանին ԱԹՍ-ների ուղղությունով եւ մատակարարումներ եւ այլն, որովհետեւ իմ շատ լավ ընկեր, հարգարժան գործընկեր Էդվարդ Այվազյանը Ախալցիխե քաղաքից, նաեւ Վրաստանից, մենք երկուսով ենք Վրաստանից, ես Թբիլիսիից, ինքը Ախալցիխեից, ով այսպիսի մեր հանրության համար տարբեր վերլուծություններ եւ քննարկումներ է առաջարկում։ Պարոն Այվազյանը շատ հետաքրքիր այդ թեման վերլուծեց, ես հետևում եմ նաև իր վերլուծություններին, կոչ եմ անում ձեզ նաև հետևել իր հետաքրքիր եւ բալանսավորված վերլուծություններին բոլոր ուղղություններով, ինչպես ինքը, այդպես էլ ես փորձում ենք բալանսավորել մեր մոտեցումները որևէ մեկի շահի ուղղությամբ ուղղված հաստատ չէ, մեր ուղղությունները եւ մոտեցումները ուղղված են Հայաստանի, հայազգի, Վրաստանի եւ Վրաստանի բնակչության վրաց ազգի շահերի համար եւ ես համոզված եմ, որ մեր շահերը 100%-ով միմյանց հետ համընկնում են, ուստի հայ-վրացական շահերի, հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման ուղղությունով են եւ դա ակնհայտ է։ Այդ իսկ պատճառով ես կոչ կանեի ձեզ, որ հետևեք նաեւ իր ալիքին եւ այն տարբեր վերլուծությունները, որը այնտեղ կա, դրան հետևեք նաև, որովհետև կա բաներ, որը ինքը երբ անում է շատ լավ վերլուծություն, ես այդ թեմայով ուղղակի չեմ շարունակելու վերլուծելը եւ կարծում եմ այդ մոտեցումը նաև շատ հետաքրքիր է, որովհետև մեր նպատակն է ոչ թե մեկ բանը կրկնել ընդհանրապես, այլ նոր ու նոր ուղղություններով հայ հանրությանը հասցնել օբյեկտիվ տեղեկատվություն, մեկ-մեկ քննադատել տարբեր որոշումները Հայաստանի իշխանությունների կլինի Վրաստանի, թե ընդհանրապես տարածաշրջանային, բայց առաջերտին քննադատելու առումով Հայաստանի եւ ես նաեւ ակտիվ Վրաստանի իշխանությունների ներքաղաքական ավելի առումով։ Հայերեն լեզվով Հայաստանի իշխանությունները կարող ենք մեկ-մեկ գովել, կարող ենք մեկ-մեկ քննադատել, դա նորմալ է, դա ժողովրդավարություն է, մի մասը բաժանորդագրված անդամների ուրեմն գոհ է, որ Նիկոլ Փաշինյանին քննադատում եմ, մի մասը դեմ է, երբ քննադատում եմ, մի մասը գոհ է, երբ ողջունում եմ իր քայլերը, մի մասը դեմ է, երբ ողջունում եմ իր քայլերը։ Ընդհանրապես հասկանալի է, որ բաժանված է հասարակությունում կարծիքները, դա նորմալ է։ Մենք պետք է հետևենք ոչ թե անձնավորությանը, այլ քայլերին եւ անենք մեր մոտեցումները հենց քայլերի առումով։ Լավին լավ ասենք, վատին վատ։ Պարոն Այվազյանը հենց այսպիսի մոտեցում ունի եւ ես կարծում եմ դա ճիշտ մոտեցում է, ես էլ այդ մոտեցումով եմ շարժվում եւ կարծում եմ, որ այս մոտեցումով մենք այստեղից Վրաստանից միայն եւ միայն անելու ենք այնպես, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները շահերը լինեն մաքսիմալ պահպանված։ Շնորհակալ եմ ուշադրության համար,